Պարտքի հետ կապված։ Ուրեմն պարտքը հյուսիս հարավը, որ կառուցվել է, ժողովուրդ, մեր պարտքի թիվը աճել է։ Իրանք այդ թվում խմբակցության ղեկավարի Հայրիկի ժամանակ ստորագրել են, այդ պարտքը ստանձնել են, հյուսիս հարավը չեն ոչ մի գործ չեն արել են այն Արտաշատի ձեզ հայտնի կտորը, որը դարել է արբիտրաժ միջազգային, ինչքան բան, թալան, ալան, այդ պարտքը կախած է եղել, գործը չի արված եղել, եւ Հայաստանի Հանրապետությունը դրա համար տուգանքներ վճարելիս է եղել, որ վարկը ստորագրել է, գործը չի արել։ Հիմա Գյումրի Երևան-Գյումրին պատրաստ է։ Այդ պարտքը արդեն սկսում է արտահայտվել։ Հյուսիս հարավի Ագարակ քաջարանը մեծ տեմպերով կառուցվում է։ Իրանց ժամանակվա ստորագրած վարկային պարտավորություններն են եւ վարկային պայմանագրերն են։ Եվ այդ պարտքը սկսում է արտահայտվել։ Երկրորդը մայիսի 28-ին ամբիոնից ասցի ցույց տվեցինք։ Եթե պարտքի հետ կապված նենց դուք հեցի պարտքի մասին խոսեք, տարել են հեցի Հայաստանի ռազմավարական կրիտիկական ենթակառուցվածքի բաժնետոմսերի 100%-ը գրավ են դրել, 140 այդ ամբողջը չի, ու պարտք են վերցրել, հեցը տարել են գրավ են դրել, աշխարհի չգիտեմ որ, ու պարտք են վերցրել, ու հեցը անցած տարվա մեր ստանձնման կառավարությունը 143 միլիարդ դրամի պարտք է ունեցել։ 143 միլիարդ դրամի։ Ու այս պարտքի պայմաններում, ու այս պարտքի մի մասն է գիտեք ինչա։ Հայաստանի բանկերից տոկոսով վարկ են վերցրել, իրանց հարազատներին առանց տոկոսի տվել են։ Հեցով իրանք Հայաստանի տնտեսության կոնկրետ ճյուղեր ոչնչացրել են։ Որովհետև գնումների ամբողջ համակարգը քանդել են, մարդիկ ինձ լացելով նամակներ են գրել։ Որովհետև այն ինչ պետքա մրցութային ընթացակարգերով ձեռք բերեին, ամբողջ առել են իրանց բարեկամներից, հարազատներից, այս հենց ջանդամ, հեցը վարկա վերցրել տոկոսով, առանց տոկոսի տվել են իրանց բարեկամներին, այդ իրանց բարեկամների կազմակերպությունների իբր մրցույթների մասնակցել են, այս փողը պտտել են իրանց ընտանիքի համար շահույթներ, ով է վճարել դրա համար եւ ով է վճարում Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի սպառողները։ Ասենք էլի եմ ասում, ով լեգիտիմությունից խոսի, դուք ասենք տանձից, խնձորից, տենց բաներից, ով պարտքից խոսի, դուք տանձից, խնձորից, բանից, տենց բաներից խոսի։ Լավ ամեն ինչ պետքա չափ ունենա, չէ՞։ Հիմա էլ եկել են, վայ, հրահանգը տվեց լալա հարաճ են բանը, խմբակցության ղեկավարը, երբեմնի բանը, էլի, աննկուն հեղափոխականը, որ պայքարում էր քոչարանասերժական, ես հենց այս ամբիոնից ասում եմ, դրանք փող պետք է չունենա խեղճանում է, որովհետև հասկանում է, որ իրա կռանիկներն են փակվելու։ Սկզբից կպել էր ԶՊՄԿ-ին, ասեց ոչինչ։ Երևի բան շուտ հասկացավ, որ փող չկա, հեղափոխության բանի մեջ փող չկա, չկա փող, հարմար պահը օգտագործեց, այո Աննա Գրիգորյանի մասին եմ խոսում, հարմար պահը օգտագործեց, որտեղ կա փող, ԶՊՄԿ, կպավ ԶՊՄԿ-ին և Վահե Հակոբյանին, դարձավ աննկուն բան, հայրենասեր, աննկուն հեղափոխականից դարձավ աննկուն սանասարական։ Հետո ԶՊՄԿ-ի հետ տեղի գիտեք ինչ տեղի ունեցավ, բա ոնց ալնելու սենց հիմա էլ որտեղ փող կա։ Այո, չէ, բայց չենք թողի, որ այդքան ասել եմ պետք է փող չունենան։ Անենց որ լրիվ ուրիշ բան պետք է մտածի, լրիվ ուրիշ բան պետք է մտածի։ Ինձ ասում են հլը պատկերացրեք, ասենք հասկանում եք, չէ, ես երեկոյան խոսում եմ, հրահանգ եմ տալիս տեղից առավոտ գործողությունը, եթե հրահանգ, ժողովուրդ ջան, ես հրահանգը ստեղ չեմ տվել, ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026 թվականի հունիսի 5-ին, ինչ եմ ընդեղից տվել, որովհետև ոչ մեկ չի ասում,
Լսի, ոչ մեկ չի ասում։ Piazza Grande։ Սպայտունը պատմամշակութային հուշարձանը քանդել են, տեղը Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Քոչարյանի եւ Սեդրակ Քոչարյանի սեփականությունն է։ Ոնց։ Play City, Թենիսի մանկապատանեկան կենտրոնը վերցրել են մարդիկ, դարձել են իրանց համար օրանժ։ Toyota Երևան, մի կողմից, եթե ես ճիշտ հասկացա, էլի բանը Ռուբինյանի հետ ենք նայում, եթե ես ճիշտ հասկացա, մի հատ հողն են տվել, մի հատ էլ գնացել են փայ են մտել Toyota Երևանի մեջ։ Պարոնյան 8 շենքի տեղը հին շենք ա եղել, այդ վերցրել են կոպեկներով։ Կապուտակ Սևան, ես կոնգրես հյուրանոցը, չգիտեմ սրա մասա թե չէ, Կասկադում 2 հեկտար հողամաս։ Ժորժ ջան, ես ձեզ հարց եմ տալիս։ Նախ 2 հարցադրում կա։ Ես 8 տարի վարչապետ եմ Հայաստանի Հանրապետության։ Ես ինչի Կասկադում հող չունեմ, ժողովուրդ։ Ինչի Կասկադում ես հող չունեմ։ Ինչի Սևանի ափին հանգստյան տուն չունեմ։ Ինչի հյուրանոց չունեմ։ Ինչի 1 միլիարդ 740 դրամ չունեմ։ Այսինքն բան եմ, ես այսօր առավոտ խոսում ենք գործընկերների հետ, այսինքն ինչ, ես միամիտ եմ, հա, իրանք շուստրի ուժեղ տղեկն են, հայրենասեր, ես եմ միամիտն եմ, հիմա էլ ասում են, ճիշտ հարց ընծեց, ասում է 8 տարի, ինչի է 8 տարի հետո, ես էլ եմ այդ նույն հարցը տալիս, ասում եմ ինչի է 8 տարի հետո, 8 տարի ինչով, այս փաստերից որևէ մեկը նոր է, ինչի է 8 տարի հետո, ես եմ, բայց ինչի եմ Հանրապետության հրապարակից ասել, ասել եմ են պատճառով, մի պարզ պատճառով, որովհետև լինելով իշխանություն, ամեն օր կռիվ ենք տվել այդ մաֆիայի դեմ, այդ սեփականությունը ինչի է Ռոբերտ Քոչարյանը և մյուսներինը, որովհետև ասում եմ, ում ուզեցել են առել են, ում ուզեցել են ծախել են, և գիտեք ինչ քաղաքական նարատիվով, եսա մյուս շաբաթ սրան գնում են, եսա մյուս ուրբաթ սրան գնում են, եսա բան, եսա սենց ալնելու, եսա ընդես դաբրոկա, և այդ բանում դատաիրավական համակարգում էլ մի մասսա կա, չէ, որ նայում այսօր առավոտը մերոնք եսա գալու են, եսա ասել էի ձերոնք ինչ են անելու, գալու են, բայց 8 տարի, ինչի ես պտի 30,000 մարդու ներկայությամբ այդ խնդիրը դնեմ, ինչ եմ էտ օր ասել, որ ասել եմ ժողովուրդ տեսին պլանն է, եթե համաձայն եք գնացեք քվեարկեք, և պետությունը, որը Հայաստանի Հանրապետության ժողովրդի իշխանության ներքոյա, պարտավոր է ժողովրդի կամքը կատարել, այո պտի նստեն, այո, այս սաղունեց կվածքը, ես ասում եմ Ծառուկյան Գագիկը պտի հայտարարություն անի, ասեն ինչ էիք անում, ասում, որ թոշակը պիտի նվազագույն սպառողական զամբյուղի չափ ըլնի, բա երբ է թոշակը բարձանալու, Քոչարյան Ռոբերտն էլ պտի ասի դա, իրանք էլ պտի ասեն, իրանք պտի փող չունենան, որ ընտրակաշարք էլ բաժանեն, և դա իմ քաղաքական հանձնառությունն է, և են պետությունը, որը սա չի անի, չի կարա չանի, որովհետև սա արդեն իմ ասածը չի, սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի ասածն է, դե փորձի մեկը չանի, պրծելա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենակ առնեք, ում ուզենակ ծախեք, պրծելա, ասում է սամադրականն, ասում է դատական համակարգը անկախ է, ումից է անկախ դատական համակարգը, իրանք մտածել են, թե դատական համակարգը ժողովրդից է անկախ և մաֆիոզների հետ պետք է գրփեն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, խալաթ եք արեք գլուխներդ պատին եք տվել, հնազանդ ժողովրդի կամքը կկատարեք, հնազանդ, 8 տարի, բա ես չգիտեին, ովքեր էին, չգիտեին ես բանի, Կասկադի պատմությունը չգիտեին, ինչ են ես գործերը դարակներուն, ես որևէ մեկին ասել եմ, որ բան արեք, կամ կանգնացրեք, կամ ես արեք, կամ են արեք, բա ժողովուրդն էլ ասում է, երևի սա էլ մտածում է, ասում է, նրան, դե էտա նորմալ է, այս կարգավիճակում էտա գործը,
նրան ձեռ չտանք, որ մենք էլ կանենք։ Սա ուղերձա նաև մեզ, ժողովուրդ ջան։ Սա ուղերձա նաև ինձ։ Սա ուղերձա նաև իմ բարեկամներին, իմ հարազատներին, իմ ընկերներին, իմ շրջապատին, բոլորին։ Ով մտածում է, թե մենք իշխանություն ենք, նշանակում է մենք կարանք կոնգրես հյուրանոցը։ Սա ուղերձա բոլորին։ Ընկեր, բարեկամ, ով ուզում է լինի։ Ժողովրդից տարած ամեն ինչը այո մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու ենք, կոպեկ, հատիկ, անկախ նրանից ում ընկերն է, ում բարեկամն է եւ այլն եւ այսպես շարունակ։ Ես հույս ունեմ, որ այդպիսի դեպքերի չենք հանդիսանա։